Անվտանգության, հիգիենայի եւ արտադրական հոսքերի կառավարումը սննդի արտադրության կարևոր գործընթացներից են։ Տեղահանված ու տեղացի 10 փոքր ու նորաստեղծ բիզնեսի ներկայացուցիչներ 3 օր գործարաններում արտադրական նորմերին ծանոթանալուց հետո եկել են լսարան տեսական գիտելիքներ ձեռք բերելու, արդյունքում գիտական ու մեթոդաբանական գործիքներով վերանայելու իրենց արտադրությունը։ Սննդի անվտանգության հետ կապված գիտելիքներ փոխանցենք, որպեսզի թե արտադրական process-ները կազմակերպեն այնպես, որպեսզի ունենան անվտանգ արտադրանք, թե եթե նախատեսում են որոշակի արտադրական տեղամասեր կառուցեն, վերանորոգեն, ճիշտ իրականացնեն այդ ամբողջ պլանավորումը, որպեսզի հետագայում նաև խնդիրներ չունենան արտադրանքի սերտիֆիկացման։ Արցախ Աբրահամյանը 2019-ին հիմնել էր փոքրիկ գինեգործարան, սակայն ստիպված թողնելով ամեն ինչ, հիմա այստեղ գործը շարունակել է ուզում։ Երրորդի հագեցած ծրագրով շատ հմտություններ է ձեռք բերել, ինչպես կազմել բլոկ սխեմա, արտադրությունը փաստաթղթավորել ու համապատասխանեցնել ստանդարտներին։ Այս օրերին տարբեր դասընթացների եմ մասնակցում, այս պայն սննդի անվտանգությունն է, որը որ շատ կարևոր է արտադրության ոլորտում։ Մասնակցել եմ նաև սոցիալական այդ սոցմեդիա մարքեթինգի դասընթացներին, որը որ բիզնես էջերի վարման համար է կարևոր, օնլայն վաճառքի հետ կապված տեղեկատվության բրենդինգի։ ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի շահառուների կարողությունների եւ հմտությունների զարգացման, հետբերքահավաքի ենթակառուցվածքների եւ վերամշակման կառավարման համակարգերի ներդրման այս նախագիծն իրականացնում է Corner Business Platform-ը, որը նաեւ մշակել է տեղեկատվական վիդեոնյութեր ու մեթոդական ուղեցույց։ Corner Business Platform-ը կազմակերպել է դասընթացներ եւ նաեւ կան արդեն ձեռնարկներ, որտեղ այդ ամենը ինչ որ իրենց պատմել են 3 օրվա ընթացքում, այդ ձեռնարկի մեջ ներառված է, որպես ուղեցույց իրենք կարող են դա հետագայում օգտագործել իրենց արտադրությունների մեջ։ Սա ծրագրի հերթական աջակցությունն է այն տեղահանվածներին, որոնք զբաղվել են գյուղատնտեսությամբ եւ ցանկանում են այստեղ հիմնել տնտեսություն։ Մենք կարծում ենք, որ բացի ֆերմայում սեփական արտադրանքը աճեցնելուց, անհրաժեշտ է նաև, որ մարդիկ իմանան, թե ինչպես ճիշտ վերամշակել այն, որպեսզի կարողանան հավելյալ արժեք ստեղծել, վաճառքի սեզոնը երկարաձգել, ինչու՞ չէ նաև ավելի բարձր գնով վաճառել։ Եվրամիության կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիրը համաֆինանսավորում են Եվրամիությունն ու Ավստրիական զարգացման համագործակցությունը։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։